Ես ճիշտ հասկացա, որ դուք անգամ կասկածներ ունեք, որ Նաիրի Հունանյանը կարող է Հայաստանում չգտնվել։ Ես լսել եմ ճիշտն ասած այդպիսի խոսակցություններ, սպեկուլյացիաներ չեմ սիրում, բայց համենայնդեպս այն, որ իր հետ հարցազրույցը հրապարակվել է, բայց ինքը այդտեղ չի երևում, համենայնդեպս եւ ինչու պիտի նա այսքան ժամանակ լռեր, ես դա եմ մտածում։ Այսինքն, եթե ինքը չի եղել հեղինակը, ինչու է նա իր կյանքը նվիրել ՑՄԱ, որպեսզի մաքրի այն անձնավորություններին, որոնք իրականում կանգնած են եղել այդ ամեն ինչի։ Թիկուն ես չեմ հավատում, որ Նաիրի Հունանյանը դա ինչ-որ գաղափարներից ելնելով է արել, կամ եթե գաղափարներից ելնելով է արել, հիմա տեսնում է, չէ՞, որ գաղափարները սխալ են դուրս եկել Արցախյան երկրորդ պատերազմից հետո։ Տեսնենք, համենայնդեպս այն, որ նա խոսելու է եւ փորձելու են ամեն ինչ անել, որ չխոսի, ես այդպես եմ մտածում, դա երբ կլինի չեմ կարող։ Այսինքն փորձելու են ամեն դեպքում լռեցնել Հունանյանին, երբ որ որոշի խոսել։ Երբ որ որոշի խոսել, այո, փորձելու են եւ ոչ Հայաստանից, որովհետեւ երբ նա խոսի, դա միայն Հայաստանի մասին չի լինելու։ Ես դրա համար եմ թերահավատ, ըստ էության վստահ, որ հոկտեմբերի 20-ը չի բացահայտվի, քանի դեռ Ռուսաստանում իշխանության է այսօրվա ղեկավարը։